Ողջույն հարգելի հայրենակիցներ, Մայր Հայաստանի ներկայացուցիչներով այս պահին գտնվում ենք Արագած գյուղում եւ իրականացնելու ենք մեր քարոզարշավը։ Տեղեկացնեմ նրանք, ովքեր չգիտեն, Արագածից է ՔՊ-ի թեկնածուն եւ մենք բազմիցս նշել ենք, որ գործ ունենք ուրացողների դաշինքի հետ, որը ներկայացնում է իշխանությունը։ Մեկը հոր անցած ուղին է ուրացել, մյուսը եղբոր անցած ճանապարհն է ուրացել եւ մենք վաղարշապատցիներին կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրությանը եւ մերժել ուրացողների դաշինքին, իսկ մենք Մայր Հայաստանն ենք, թիվ 4 քվեաթերթիկն ենք։ Մայր Հայաստան, համար 4, համար 4, Մայր Հայաստան։ Հիմա շարժվենք արդեն գյուղի տարածքով եւ կներկայացնենք մեր մոտեցումները գյուղացիներին։ Արագած գյուղի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստան կուսակցությունը, մենք քվեաթերթիկով համար 4-ն ենք, ձեզ բոլորին կոչ ենք անում անպայման մասնակցեք ընտրություններին, ինչ է առաջարկում ձեզ Մայր Հայաստան կուսակցությունը։ Մայր Հայաստան կուսակցությունը վաղաշաբաթ խոշորացված համայնքի բնակիչներին առաջարկում է մանկապարտեզների անվճար լինելը, եկեղեցին պաշտպանված լինելը, դուք այսօր պիտի ընտրեք այն մարդկանց մինչև ովքեր որ կանգնած են եկեղեցու կողքը, կանգնած են համայնքի բնակիչների կողքը, ուստի ձեզ բոլորին կոչ ենք անում, անպայման մասնակցեք ընտրություններին եւ ձեր ձայնը տվեք համար 4 քվեաթերթիկը։ Մայր Հայաստան, Համար 4, համար 4, Մայր Հայաստան, Միացի, որ փոխեք, միացի, որ փոխեք։ Արագած գյուղի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, քվեաթերթիկ համար 4։ Մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել նոյեմբերի 16-ին կայանալիք ավականու արտահերթ ընտրությանը եւ մերժել ուրացողների դաշինքին։ Մենք ընտրողներին առաջարկում ենք քաղաքական մոտեցումներ եւ ծրագրային մոտեցումներ։ Սրանք ի հակադրություն մեզ կեղծ քրեական գործեր են կալում։ Մենք ակնկալում ենք վաղաշապատցիների ակտիվ մասնակցությունը եւ նրանց օգնությամբ հուսով ենք, որ պատմության աղբանոց ենք ուղարկելու քաղաքացիական պայմանագրին եւ նրան կցվածներին։ Ինչ է արել Նիկոլ Փաշինյանը։ Նախ թաքնվել է, չի մասնակցում ընտրություններին, որովհետեւ ասելիք չունի, արածը ցույց տալու բան չունի, որովհետեւ հասկանում են, որ իրենք գերցածր վարկանիշ ունեն։ Փորձել են դիմել աշխարհայության, խոյ համայնքը գողացել են խոյի բնակիչներից, գործնականում լուծարել են խոյ համայնքը եւ արհեստականորեն միացրել են վաղաշապատին այն հաշվարկով, որ իբր խոյից կարողանալու են մեծ ձայներ կորզել եւ իրենց ցածր վարկանիշը էջմիացնում դրանով կոմպենսացնել։ Այս մեր բոլոր հանդիպումները խոյ համայնքի արդեն 16 գյուղերում, մնացել է 2-ը, դա էլ վաղը կամենք։ Խոյ համայնքի գյուղերով անցել ենք եւ արձանագրել ենք, որ ՔՊ-ն մերժված է ոչ միայն էջմիացնում, այլ նաև խոյ համայնքում։ Իրենք շատ լավ գիտեն իրենց ցածր վարկանիշի մասին։ Այն թեկնածուն, ում իրենք առաջադրել են, ուրացել է սեփական հոր անցած ուղին եւ միացել է մյուս ուրացողին, ով ուրացել է սեփական եղբոր անցած ուղին։ Մենք կարծում ենք, որ Արագածի բնակիչները, Արագածի ընտրողները
իրենց հուշկու պատասխանը կտան ուրացողների դաշինքին, որովհետև չի կարելի ուրանալ սեփական հոր անցած ուղին ու համարել, որ Արցախը թոք է եղել Հայաստանի վզին։ Իրականում քաղաքացիական պայմանագիրն է թոք Հայաստանի վզին, դա թուրք-ադրբեջանական թոք է, դա թոք է արագացի բնակիչների վզին, որոնք կերեկվում են հարկերով, տունքերով և մնացած կոռուպցիոն դրսևորումներով։ Մենք համոզված ենք, որ արագացի ժողովուրդը արժանապատիվ քննարկություն է իրականացնելու և մերժելու է սեփական հորանցած ուղին, մերժող տեխնացուին։ Եթե մարդը սեփական հորանցած ուղին է ուրանում, ուրեմն կունանա համայնքը, հայրենիքը, հայությանը։ Մենք Մայր Հայաստան ենք և այս ընտրություններին մասնակցում ենք ծրագրային լուրջ հիմքով, քաղաքական հզոր թիմով և այն գաղափարախոսությամբ, որը հանուն մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու է, հանուն մեր պետության է, հանուն մեր համայնքի է։ Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան, միացիր, որփոխեք, միացիր, որփոխեք։ Հարգելի արագացի բնակիչներ, դուք բոլորդ հետևել եք ընտրությունների քարոզարշավին և տեսել եք, որ մենք ծրագրային դրույթներով ենք հանդես գալիս։ Մենք քաղաքական ձևակերպումներով ենք հանդես գալիս։ Սրանք մեզ հակադրելու ոչինչ չունեն։ Սրանց կողմից հակադրությունը, բարև ձեզ, սրանց կողմից հակադրությունը միայն քրեական կեղծ հետապնդումներն են և ծրագրի իսպառ բացակայությունը։ Ձեր գյուղի համար, բարև ձեզ, ողջունում ենք ձեզ, ձեր գյուղի համար շատ կարևոր է մերժել ուրացողների դաշինքին, որովհետև սա բոլորիս պատվի ու արժանապատվության խնդիրն է։ Իրենք ասելիք ու անելիք չունեն։ Իրենց ասածն ու անելիքը մենք տեսել ենք թալանի տեսքով, կոռուպցիայի տեսքով, գների բարձրացման տեսքով։ Սրանք հույս ունեն, որ իրենց կցված թուրքական 5-րդ շարասյան հետ միասին կարողանալու են ձեզ խաբել, քվեները կորզել ու այսպիսի ճանապարհներ ձեզ մատուցել թալանված համայնք, ձեզ մատուցել ջերմոցների համար գերթանկ վճարներ, ձեզ մատուցել վճարովի մանկապարտեզներ և ի վերջո ձեզ մատուցել կեղծ պատարակներ։ Մայր Հայաստանը հանուն մեր եկեղեցու, հանուն մեր համայնքի, հանուն մեր պետության է մասնակցում այս ընտրություններին և մենք ակնկալում ենք ձեր լիակատար աջակցությունը։ Մայր Հայաստան, Համար 4, համար 4, Մայր Հայաստան, միացիր, որփոխեք, միացիր, որփոխեք։ Համար 4, Մայր Հայաստան, Մայր Հայաստան, Համար 4, Համար 4, Մայր Հայաստան, Մայր Հայաստան, Համար 4, միացիր, որփոխեք, միացիր, որփոխեք, միացիր։ Ոստանես դում են դպրության, տապցի ոչնավ, նոր տայն հարի ողջ հայության։ Երկրի պարզի, սեն մալաշապան,
Հայաստան կուսակցությունն ենք, մենք ներկայանում ենք համար 4 քվեաթերթիկով, սիրելի Արագածի բնակիչներ, ձեր այսօրվա արժանապատվությունը, ձեր այսօրվա ձայնն է, եւ որպեսզի Արագածը ունենա արժանապատիվ համայնք, պետք է մերժի քաղաքացիական պայմանագրին եւ հնարավորություն չտա շարունակել իր այս ապիկար գործը։ Սիրելի բնակիչներ, մենք Մայր Հայաստանն ենք, մենք այն կուսակցությունն ենք, ովքեր որ ինքնակամ են, ինքնուրույն են, կցորդը չեն ոչ մեկի, ոչ նախկինների, ոչ ներկաների։ Սիրելիներս, տվեք մեզ հնարավորություն, ծանոթացեք մեր ծրագրերին եւ ձեր քվեով հնարավորություն տվեք ի կատար անել այն բոլոր ծրագրերը, որը որ ներկայացրել ենք ձեզ։ Սիրելիներս, մենք հայ եկեղեցու կողքին ենք, մենք հայրենիքի կողքին ենք, մենք հայ արժանավոր զավակի կողքին ենք եւ որպեսզի իրագործենք մեր բոլոր ծրագրերը, թույլ տանք մեր երկիրը շարունակի արժանապատիվ արժանավայել ապրել, տվեք մեզ հնարավորություն։ Նոյեմբերի 16-ին գնալով ընտրատեղամաս, կատարելով ընտրություն, ձայնը տալով Մայր Հայաստան կուսակցությանը։ Եվ ուրեմն, Մայր Հայաստան, համար 4, համար 4, Մայր Հայաստան։ Եվ եթե ուզում եք փոխել, միացիր, որ փոխել։ Շնորհակալություն։ Արագած գյուղի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստան կուսակցությունը, մենք քվեաթերթիկով համար 4-ն ենք, ձեզ բոլորիդ կոչ ենք անում ակտիվ մասնակցեք ընտրություններին եւ ձեր ձայնը տվեք Մայր Հայաստան կուսակցությանը։ Ինչ է կատարվում հարգելի բնակիչներ, մենք այսօր մեր ծրագրերն ենք ձեզ ներկայացնում, իսկ նրանք մեր դեմ փորձում են գործեր կարել, բայց ուզում եմ ասել, նշել, որ դա մեզ չի խանգարում եւ չի վախեցնում։ Ուստի բոլորիդ կոչ ենք անում անպայման մասնակցեք ընտրություններին։ Մայր Հայաստան, համար 4, համար 4, Մայր Հայաստան, միացիր, որ փոխեք, միացիր, որ փոխեք։ Նորից ողջունում ենք Արագածի բնակիչներին, Մայր Հայաստան կուսակցությունն է ձեզ ներկայանում Գրիշա Հարությունյանի, Դավիթ Կարապետյանի առաջնորդությամբ։ Սիրելի Արագածի ժողովուրդ, ձեզ ուզում ենք տեղեկացնել, որ Խոյ համայնքը եւ Վաղաշապատ խոշորացված համայնքը միացնելով իրար, քաղաքացիական պայմանագիրը ՔՊ-ական Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ եւ Հանրապետություն կուսակցության հետ ուզում են Վաղաշապատից դարձնել Երևանը, Վաղաշապատը դիտարկելով Թալանի մի նոր աղբյուր ձեզ էլ դարձնել Թալանի մատերիալ։ Այս պահին գտնվում ենք ՔՊ-ական Արգիշտի Մեխակյանի բնակավայրում Արագածում, շատ պարզ օրինակ, հիմա կարող եք նայել փողոցների վիճակը, թե ինչպես է մարդը ղեկավարել խոշորացված համայնքը։ Սա, խնդրեմ, նույն վիճակն է, եթե սա մի թեթև անձրևային վիճակը դառնա, եղանակ դառնա, նույն լինելու է Երևանի վիճակը։ Խայտարակ փողոցներ, ոչ մի ասֆալտապատում, հենց այս մարդը այս կարգի կառավարել է իր բնակավայրը, դե պատկերացրեք ոնց է պատրաստվում ղեկավարի Էջմիածինը Վաղաշապատ խոշորացած համայնքը։ Դուք ձեր մասնակցությամբ, ակտիվ մասնակցեք, մերժեք քաղաքացիական պայմանագրին, ձեր ձայնը տվեք Մայր Հայաստան կուսակցությանը, ինչպես Երևանում այստեղ նույնպես պատրաստվում է մեր թիմը կռիվ տալ, ուղղակի Երևանում մեր երևանցիների քիչ մասնակցության արդյունքում ներքի պայմանավորություն ձեռք բերեցին Արամ Զավերի Սարգսյանի հետ եւ զավթեցին իշխանությունը, այստեղ թույլ չենք տալու, դուք միանշանակ համոզված եղեք ձեր օգնությամբ այնպես է կանելու, որ քաղաքացիական պայմանագիրն ու հանրապետությունը զրկվեն իշխանությունից։ Իսկ երեք այս քաղաքացիական պայմանագրի խմբակի հովանավոր, այսպես ասած, ով որ խոսք էր տվել 60%
ձայն խփի, ինչպես փառաքարում էր խոստվել Խուդիացյան Դավիթ։ Այս մարդը երեք արտահայտություններ էր անում, հիմա թողել է քարոզարշավը հարձակվել է Մայրաստան կուսակցության վրա։ Դուք չեք կարող ոչ մի բան անել, Խուդիացյան Դավիթ։ Ձեր միակ կուրսը մնացել է ապօրինի գործեր կարելը, փորձեք, շարունակեք փորձել կարել գործել, կռիվ եք տանի նկարների հետ, բայց ամբողջ Էջմիածին քաղաքը տոնածառ է դարձել, Արգիշտի Մեխակյանն աստղ սարքել տոնածառի, ոնց փեքում եք ինքնը։ Հիմա կռիվ տուն, ինչքան կարաս կռիվ տուն, ինչքան կարաս սևացու, բայց քեզ խոսք եմ տալի, դու շատ մեր ու այսպես ասած նոր իրողության մեջ է զարթնելու, Կիրակի օրը ընտրությունի արդյունքներից հետո երկուշաբթի քեզ նոր սյուրպրիզներ է սպասում, քո այսպես ասած 50+ խփելը շատ վատ անդրադարձ ունենալու ու Էջմիածնեցի վաղաշաբաթի ձեզ ուղարկելու է պատմության աղբանոցը։ Խուդիացյան Դավիթ փորձի սևացնել ու Մայրհայաստան կուսակցությունը, իսկ Մայրհայաստան կուսակցությունը իր գործը լավ գիտի։ Մենք մասնակցելու ենք, որ դուք մերժվեք, ու դուք մերժվելու եք 16-ին Կիրակի օրը։ Մայրհայաստան, համար 4, Մայրհայաստան։ Արագածի արգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայրհայաստան կուսակցությունը, քվեաթերթիկ համար 4, նոյեմբերի 16-ի ընտրություններին մենք մասնակցում ենք քաղաքացիական պայմանագիր կոչված խմբակին և նրան կցվածներին մերժելու և նոր իշխանություն ձևավորելու նպատակով։ Ինչ են անում սրանք։ Սրանք գործեր են կարող մեր ցուցակը վաղաշաբաթում գլխավորող Գրիշա Հարությունյանի ու Դավիթ Կարապետյանի դեմ։ Հոտոտել, քուճուճեն արել երևի ինչ-որ թուղթ են մոգոնել, որը փորձել են դնել այդ կարված գործի հիմքում։ Եթե հոտոտում եք, հիմա այսպես ուղղություն ասեմ, գնացեք ձեր ամբողջ թիմով հոտոտեք։ Երբ որ Գրիշա Հարությունյանը ստանձնել է Դողս համայնքի ղեկավարումը, բյուջեի մնացորդը եղել է 86,000 դրամ, երբ որ հանձնել է, կազմել է ավելի քան 7 միլիոն դրամ։ Դավիթ Կարապետյանը, երբ որ 2001-ին ստանձնել է Ծաղկունք համայնքի ղեկավարումը, բյուջեն ունեցել է մինուս 37 միլիոն դրամ, հետո 2021-ին հանձնել է բյուջեն պլյուս 38 միլիոնով։ Դե գնացեք ու հոտոտեք, քուճուճարեք, բայց նայեք վերջում ինքներդ ձեր վրա դուրս չգաք։ Այդ շատ կարևոր հանգամանք է։ Եվ ամենակարևորը, մեր մոտ ցուցակում հայտնվել են այնպիսի սկզբունքային մարդիկ, զորօրինակ Դավիթ Կարապետյանը, Գրիշա Հարությունյանը, Մանվել Բաբայանը և մյուսները, ովքեր իրենց պատվից ցածր են համարել ձեր հետ աշխատելը և 21 թվականին կամովին հրաժարվել են համայնքը ղեկավարելուց։ Դրանից հետո դուք հասկանալով, որ ոչինչ չեք և ձեզանից ոչինչ չեք ներկայացնում, խոյ համայնք եք սարքել և գյուղերի ղեկավարումը դարձրել եք նշանակովի։ Մեր ցուցակի մարդիկ եղել են ընտրովի, դրանք էական տարբերություններ են։ Եվ հիմա դուք չկարողանալով մեր դեմ որևէ բան հակադրել, փորձում եք գործ կարել ու այն տղային, որ առաջադրել եք Արագած գյուղից, ուզում եք ներկայացնել որպես օդից լուսնից ընկած մի տղա մեր միուջար, որը ինքը կապ չունի ՔՊ-ի հետ։ Ուրեմն Արագածի սիրելի բնակիչներ, հարգելի վաղաշաբաթցիներ, հարգելի ընտրողներ, դուք մի պարզ բան իմացեք, ձայնը տալով ՔՊ-ին և նրանց ցուցակը գլխավորող Արգիշտի Մեխակյանին դուք քվեարկում եք Նիկոլ Փաշինյանի, քաղաքացիական պայմանագրի, Փաշազադեի, Թուրքիայի ու Ադրբեջանի ծրագրերի համար։ Դրա համար մենք ձեզ կոչ ենք անում դրսևորել քաղաքացիական բարձր գիտակցություն, մասնակցել ընտրություններին և վռնդել ՔՊ-ական խմբակին վաղաշաբաթի վրայից։ Ձեր քվեարկությամբ քերեք, մաքրեք և պատմության գիրք ուղարկեք այս անփառունակ իշխանությանը։ Վաղաշաբաթում իշխանափոխությունը կնպաստի
ամբողջական իշխանափոխությանը։ Մայր Հայաստան, համաչոյց, Մայր Հայաստան, միացիր, որ փոխենք, միացիր, որ փոխենք։ Մայր Հայաստան կուսակցություն, Գրիշահարությունն, Դավիթ Կարապետյան, Վերսինե Նիկոչյան, Գրիաթերթի համաչոյց, միացիր։ Մայր Հայաստան կուսակցություն, Գրիաթերթի համաչոյց, միացիր, որ փոխենք։ Սեյին վարժապատ, սուրեն, վեչ միացիր, իմ Մայր Հայաստան։ Արաշապատ, ոստան ես դում եք դեպրության, դապսի ոչնար, նոր պայքարի ողջայության։ Հարգելի վաղաշապատներ, Արագածի սիրելի բնակիչներ, Արագածը հերոսացին գյուղ է, բայց հիմա ձեր գյուղը ուզում են դարձնել ուրացողի գյուղ։ Նիկոլ Փաշինյանը այս ընտրություններին մասնակցում է ուրացողների դաշինքով։ Մեկը սեփական հոր վաստակն է ուրացել, դա Արգիշտի Մեխակյանն է, մյուսն է սեփական եղբոր հիշատակն է ուրացել, դա տղրահրշակ Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն է, իր փոքրիկ մատնիչ և ստադրիչ դրածոյով։ Ես մի քանի հրետորական հարց եմ ուզում հնչեցնել Արգիշտի Մեխակյանին։ Արգիշտի Մեխակյան, դու ես համաձայն Նիկոլ Փաշինյանի հետ, որ քո հոր ազատագրած Արցախը թող եղել Հայաստանի վզին։ Արգիշտի Մեխակյան, դու ես համաձայն Նիկոլ Փաշինյանի հետ, որ պետք է հարձակվել հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ։ Արգիշտի Մեխակյան, դու ես համաձայն Նիկոլ Փաշինյանի հետ, որ մենք հիշողությունից պիտի ջնջենք հայոց դեղասպանությունը, մեր պատմությունը, Արարատ լեռը, պահանջատիրությունը։ Արգիշտի Մեխակյան, դու ես համաձայն Նիկոլ Փաշինյանի հետ, որ մենք պետք է խաչ քաշենք մեր պատմական հայրենիքի վրա, այն հայրենիքի, որի մասին երազում է քո հայրը, ով ասում է, որ որդիս պետք է զոհվի բանում, իսկ թորս մեծ հայքում։ Իրականում սրանք հրետորական հարցեր են, որովհետև Արգիշտի Մեխակյանը ուրացել է սեփական հերոս հորը և որպես իր քաղաքական հայր է ճանաչել դավաճան Նիկոլ Փաշինյանին։ Արագածի հարգելի բնակիչներ, ընդհանրապես այսպիսի խոսք կա, ասում են պտուղը ծառից հեռու չի ընկնում, բայց տվյալ դեպքում պտուղը ծառից այնքան է հեռու ընկել, որ գնացել է, գլորվել է և մտել է Նիկոլ Փաշինյանի թեշերի տակ։ Այն Նիկոլ Փաշինյանի թեշերի տակ, որ ինքը վախից գնացել և պահկվել է Էրդողանի ու Ալիևի թեշերի տակ։ Բայց եթե այդքան դուխով եք, մի հատ էլ դուխով գլխարկներ ձեր պահած զարակներից հանեք, դրեք ու եկեք ներկայացեք վաղաշապատցուն։ Թե լավ գիտեք ինչ, խայտարակ վարկանիշ ունեք, թե վաղաշապատում, թե ընդհանրապես ամբողջ հանրապետությունում և իրականում ժողովուրդը ինչ է մտածում ձեր մասին։ Դրա համար էլ ամբողջ վաղաշապատում է ձեր պատած, ձեր շղաշած, շախտված է վահանակների վրա կպրի նշանը տարել եք մի փոքր անգյունում այսպես թաքցրել եք։ Որովհետև շատ լավ գիտեք, որ Նիկոլ Փաշինյանի հետ ասոցացվելը խայտարակություն է։ Որովհետև շատ լավ գիտեք, որ Նիկոլի հետ խսելը աղոթ է։ Բայց Արգիշտի Մեխակյան, չի ստացվելու։ Դու Նիկոլ Փաշինյանին քո վրայից չես կարողանալու քեզ, որովհետև դու Արգիշտի Մեխակյան, Նիկոլ Փաշինյանն ես։ Դու քո ազատագրած Արցախը, քո հոր կողմից ազատագրած Արցախը թող ես համարում Հայաստանի
Արագածիներ, լավ իմացեք, նա, ով կուրացել է սեփական հորը, կուրանա նաև սեփական հայրենիքը, նա, ով կուրացել է սեփական հորը, կուրանա նաև սեփական պատմությունը, լեզուն, ինքնությունը, նա, ով կուրացել է սեփական հորը, կուրանա նաև իր համակարգացիներին, իր համագյուղացիներին, ձեզ բոլորին, հետևաբար, նոյեմբերի 16-ին գնացեք ընտրատեղամաս և ցույց տվեք, որ վաղաշաբաթին ունի հասին և արժանապատվություն։ Գնացեք ընտրատեղամաս և ցույց տվեք, որ դուք մերժում եք ունեցողների դաշինքին։ Գնացեք ընտրատեղամաս և ցույց տվեք, որ Արագածը ոչ թե դավաճանի, ոչ թե ունեցողի, այլ հերոսի գյուղ է։ Գնացեք ընտրատեղամաս և քաղաքական ապտակ հաստրեք այս ունեցողների, սադրիչների, մատնիչների, այս սնախոսների դաշինքին։ Գնացեք ընտրատեղամաս և կատարեք ճիշտ ընտրություն։ Մայր Հայաստան, Համաչոր, Մայր Հայաստան։ Արագածի հարգելի բնակիչներ, ձեզ Մայր Հայաստանն է ողջունում։ Մենք թիվ 4 քրեաթերթիկն ենք, անպայման գնացեք ընտրատեղամաս, անպայման մասնակցեք ընտրություններին, որ ինչ-որ մարդիկ կյանքը հայրենիքին նվիրած իրենց հարազատի անունը չկապիտալիզացնեն, դառնան պատեհապաշտ կարիերիստ ու ձեր փողոցները մնան այս վիճակում։ Այգիշտի Մեխակյան, դու ամոթից գետինը չես մտնում, իբր խոյ համայնքը, եսի ինչ ես արել, հիմա գնում ես ուզում ես խոշորացված Վաղաշաբաթ համայնքինը դառնաս, ուրեմն Մայր Հայաստան! Մայր Հայաստան! Մայր Հայաստան! Համաչոր! Սիրելի ձերի արենակիցներ, ուրեմն երբ որ այդ մարդը էլի իր հոր անունը թափարելով կգա ձեր դուռը, հələ մի անգամ հարցրեք, երբ որ Այգիշտի Մեխակյանը կգա ձեր դուռը և հոր անունը տալով կմեք կխփվի ձեզանից, հələ մի հատ կհարցնեք, կասեք ինչ է 18 թիվը, դու քաղաքացիական պայմանագրի հետ ինչ կապ ունեիք, այդ կուսակցությունը որ քեզ առաջադրել է, դու այդ կուսակցության տեղը երբանից ես իմանում, այդ մարդը Այգիշտի Մեխակյանը նախկին իշխանությունների օրոքել, լոյալ, կամակատար, պաշտոնյա, ոչինչով ասկի չնգած, կարիերայի հետևի ծնգած, էլի հոր խաթր նախկինների օրոք բարեհաճության արժանացած, էդ է եղել այդ մարդու կենսագրությունը, ոչ մի բանով աչքի չինգել, հիմա նույնը այսօր, են տարածքային կառավարման նախարարներ, որ ասենք ճամարտակում Մայր Հայաստանի հասցեին, նրան էլ հարցրեք ասեք, դուք այդ կուսակցության հետ ինչ կապ եք ունեցել,
Երկուսն էլ միջի վիճակագրական պատեհապաշտներ են։ Դրանք այդքան պլոճիկ կարային ունենային, երբևէ ընդդիմություն ելնեին, ով եղավ իշխանություն դրա կողքներ եղել ու լինելու միշտ։ Բայց մեր Հայաստանի պարագայում այդ պատեհապաշտներին տեղ չեք տալու։ Թող ամեն մեկի արժանի զբաղմունքով զբաղվի։ Այնպես որ սիրելի հայրենակիցներ, որևիցե մեկը, երբ որ կգայում ձեր դուրը կթակի և քվեկը հայցի, նա կնմուշատի նայեք այդ մարդը անձամբ ինքը, ինքն իրենով, կյանքում ինչի է հասել, ինքն շնորհքով, ինքն կրթությունով, ինքն մակարդակով, մի 10 հոգու ղեկավարած կա, 2 կոպեկի հարկ բուծած կա այս երկրին, մի արժեք ստեղծած կա, երկրի համար ճակատագրական պահի մի պատասխանատվություն ստացած կա, թե իրակ բանի համար եմ նենակ, կոստյում, սպիտակ օձիկ, կաբիներ, կարիերան, ծառայողական մեքենա, մենշևիկները գնան, գլխարկը փոխել իմ այլ բոլշևիկների հետ նսեն տարբեր աթոռների, այդ կարգի մարդիկ չարիք են, այդ կարգի մարդիկ չարորակ ուռուցքի մետաստասներ են, ովքեր քայքայում են, ովքեր սնուցում են պատեհապաշտությունը, կարիերիզմը և կապիտալեստացում են իրենց հարազատի անմահ հարուրը։ Այդ ձեր մարդիկ անելիք չունեն այս երկրում, այդ ձեր մարդիկ իրավունք չունեն ոչ մի բարձր հավակնություն ունենալու, այդ ձեր մարդիկ պիտի երիցս մերձված լինեն, որ առաջին հերթին այս փողոցները այս վիճակում չպահեն։ Բանեիք, Բաներ խանդարում, անեիք, ասալ տանեիք ես փողոցները, խոշորացված համայնքի ղեկավար եղած ժամանակ, բա ինչի չեք արել։ Քեզ անուններ եք ուզում դնել դժգույն ու դժբախտ, որ ես էլ հանձնեք։ Դա ձեր մոտ լավ է ստացվում։ Բայց не тут-то было։ Գոյություն ունի Մայր Հայաստանը, որը ձեզ բերել է շատ լավ փայլուն առաջարկ։ Գնացեք ընտրատեղամաս, մասնակցեք ընտրություններին և ձեր ձայնը տվեք արժանապատիվ և ճանապարհանցած մարդկանց, այլ ոչ թե այն կուսակցությանը, որը 4-րդ կարգի ցորեն է բերում թուրքի տարածքով, ուրախանում է, մեկ էլ որ ասում են դա անասնակերը, ասում է ոչինչ, մենք կուտենք։ Դուք բերեք, դուք կերեք այդ անասնակերը, դուք դա ձեր համար եք բերել, եթե դուք դա համարում եք նորմալ, եթե դուք պատրաստ եք թուրքին տարածք զիջել, բայց թուրքի տարածքով 4-րդ կարգի ցորը բերելուց հպարտանալ, նշանակում է դուք խոլեռա եք, որին պետք է մաքրել ամբողջ հանրապետությունով Այրումից մինչև Մեղրի, Գյումրիից մինչև Գեղարքունի, այդ խաչով հատվածով պետք է ձեր նման արևահաճո հացկատակներին վռնդել պաշտոններից, ու դա սկսել է վաղը շաբաթից, որպես վերջին արան ամբողջանալու առաջիկա ընտրություններով։ Դրա համար կոչ ենք անում, գնացել ընտրատեղամաս և ձայնը տալ Մայր Հայաստանի, Մայր Հայաստան, Համար 4, Մայր Հայաստան, միացի, 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 Արագացի, անգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, հրակերտին Համար 4, մենք ես կոչ ենք անում, հատկապես արագացում պատմության աղբանոց ուղարկել քաղաքացիական պայմանագրին, որովհետև ձեր արժանի գյուղը, արժանի զավակ է տվել իդեմս Մեխակ Մեխակյանի, բայց մենք հիմա ունենք նրա անարժան հետևորդը, որը ուրացել է սեփական հոր անցած ճանապարհը, ուրացել է մեր Արցախը, ուրացել է մեր Արարատը, ուրանում է հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Դուք հնարավորություն ունեք մերժելու այս անարժանների, ուրացողների, մատնիչների դաշինքին։ Սրանք կեղծ գործեր կարողներ են, և մենք ողջունում ենք ձեզ Մայր ջան, ողջունում ենք, և մենք ձեզ կոչ ենք անում արժանի պատասխան տալ այս ուրացմանը, արժանի պատասխան տալ այս կեղծ հետապնդումներին։ Նոյեմբերի 16-ին անպայման մասնակցեք ընտրությանը և ձեր քրեի ուժով ձևավորեք նոր իշխանություն, իդեմս Մայր Հայաստանի,
Մայր Հայաստան, Համար 4, Համար 4, Մայր Հայաստան, միացիր, Մորհողեր, միացիր, Մորհողեր, Արագածի հարգելի ժողովուրդ, ձեր վրա մեծ պատասխանատվություն է դրված։ Այսօր վաղաշապատը դարձել է Հայաստանի քաղաքական մայրաքաղաքը, ողջունում ենք ձեզ, բարև ձեզ։ Հայաստանի քաղաքական մայրաքաղաքը, որովհետև վաղաշապատի ընտրությունները կարևորագույն նշանակություն ունեն։ Համապետական մասշտաբով այս իշխանություններին մերժելուց առաջ դուք պետք է մերժեք քաղաքացիական պայմանագրին հենց վաղաշապատում։ Դա շատ խորհրդանշական կլինի։ Այդ մերժումով մենք կկարողանանք ձևավորել նոր ազգային իշխանություն։ Մենք ցույց կտանք ամբողջ աշխարհին, որ հայ ժողովուրդը չի ընդունում այս սրբապիղծների դաշինքին, չի ընդունում կեղծ պատարակները եւ քվեարկում է իօքուտ նոր ազգային իշխանության։ Հարգելի հայրենակիցներ, շատ կարևոր է ձեր մասնակցությունը ընտրությանը, շատ կարևոր է ձեր քվեարկությունը, ձեր քվեարկությամբ ձևավորվելու է նոր իշխանություն, որը փոփոխություն կբերի յուղի կյանքում, համայնքի կյանքում և պետության կյանքում։ Շատ կարևոր է, որպեսզի մենք միասնական ջանքերով մերժենք այս թրքահաճո, ադրբեջանահաճո իշխանությանը և կարողանանք անել ամեն ինչ, որ օրինակ գյուղացին հարձակումների չենթարկվի, որ ջերմոցների համար կամայական թվեր և գերբարձր թվեր չսահմանվեն։ Հայաստանը դեմ է այդ մոտեցմանը և ամեն ինչ անելու է, որպեսզի գյուղացին ամենանվազագույն գներով, մատչելի տարբերակով օրինականացնի ջերմոցները։ Մենք պետք է քվեարկենք, որպեսզի մանկապարտեզները լինեն անվճար։ Մենք պետք է քվեարկենք, որպեսզի այսպիսի խայտարակ ճանապարհներ չունենանք։ Եվ ասֆալտապատումը լինի ոչ թե գովազդային արշավ, այլ մեր կյանքը բարելավող հնարավորություն։ Մենք պետք է քվեարկենք, որպեսզի տրանսպորտային ցանցը բարելավվի և չլինեն գյուղեր, որտեղից օրինակ կիրակի օրերին կամ այլ օրերին մարդիկ հնարավորություն չունենան տեղափոխվել Էջմիածին։ Մենք պետք է քվեարկենք, որպեսզի քաղաքական շներից մաքրենք մեր համայնքը և լուծենք օրինակ Էջմիածնի թափառող շների խնդիրները։ Մենք պետք է քվեարկենք, որպեսզի աշխարհը տեսնի, որ հայ ժողովուրդը արժանապատվություն ունի և կարող է իր ձեռքը վերցնել իշխանությունը, որը նրանից խլել են Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը։ Եվ ի վերջո, Արագածը պետք է մասնակցի ընտրությանը և քվեարկի, որպեսզի իր վրայից մաքրի այդ ուրացող տղայի խարանը, որովհետև այս գյուղը մեծ հերոս է տվել, չպետք է տա նաև մեծ ուրացողի։ Մենք ուրացողների, սրբապիղծների, մատնիչների դաշինքի դեմ ենք։ Մայր Հայաստանը օրվա իշխանության թիմ 1 գաղափարական ընդդիմախոս է և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի վաղաշապատում ձևավորվի նոր ազգային իշխանություն։ Մենք այլընտրանք ենք այս համակարգին։ Մենք դուրս ենք նախկինի ու ներկայի կեղծ բանավեճից։ Մենք ինքնուրույն այլընտրանքային ուժ ենք և պատրաստ ենք ստանձնել միավորողի, կոնսոլիդացնողի մերանի դերակատարում և ձևավորել արդյունավետ իշխանություն։ Մենք ակնկալում ենք, որ ընդդիմադիր քաղաքական դաշտը ամեն ինչ պետք է անի, որպեսզի ՔՊ-ն իշխանազրկվի վաղաշապատում։ Այս առումով մենք գաղափարական ու ծրագրային առաջամարտիկն ենք։ Մայր Հայաստանը դրոշակակիրն է փոփոխությունների և այդ փոփոխությունների հիմքում ժողովրդի միասնական կամքն է։ Ժողովուրդն է իշխանության աղբյուրը և Մայր Հայաստանը ապավինում է ժողովրդի աջակցությանը։
Մայր Հայաստան, Համար 4, համար 4, Մայր Հայաստան, միացիր, որ փոխենք, միացիր, որ փոխենք։ Senin Varşabat, hiç miyasi, Măi Հայաստան Varşabat, Ոստանն ես դու մեր դպրության Տապցի կոչնար, նոր պայքարի ողջ հայության Սուրբիմ էջմիածին Մայր Հայաստան, Մայր Հայաստան, համար 4, համար 4, Մայր Հայաստան, միացին, որ փոխենք։ Դավիթ Կարապետյան, Խոցինե, Ուկաչյան, վերաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Արագացի, հարգելի բնակիչներ, ձեր ողջունում է Մայր Հայաստանը, մենք մեր ասելիքը չենք թաքցնում, մենք մեր թիմը չենք թաքցնում, մենք չենք թաքնվում փոքրիկ լոգոտիպերի հետևում, մենք չենք թաքնվում այլոց ծրագրերի հետևում, մենք պաշտոնատով ամբողջ թիմով ներգրավել ենք վաղաշաբաթի ընտրություններին և մեր ասելիքը ձեզ ենք ներկայացնում ուղիղ շփումների միջոցով։ Մենք չենք ամաչում մեր անցյալից։ Մենք խոսք ունենք ձեզ ասելու։ Թող ամաչեն նրանք, ովքեր թաքնվում են։ Երբ ընտրարշավը նոր էր սկսել, ԿՊ-ի դրածոն ինչ-որ բամբասանքային լուրեր էր տարածում մեր Դավիթ Կարապետյանի հասցեին։ Երբ որ հնչեց արի դեմ առ դեմ ուղիղ եթերում բանավիճենք առաջարկը, այդ դրածոն հրաժարվեց այդ առաջարկից։ Բայց եթե ասելիք ունեիք, գայք ասեիք, այլ ոչ թե թամաշա շոուներին մասնակցեք։ Եթե ձեր շեֆը, այդ չկայացած ֆյուրերիկը ասելիք ունի, թող գա վաղաշաբաթցիների առաջ ներկայանա, բայց ինչ եք թաքնվել, ինչու բնբուն չեք կտրում, բլբուլ ավելի ճիշտ, ինչու չեք խոսում, 18 թվականին Երևանի ընտրությանը բոլորին գցել էիր մի կողմ, ինքդ անձամբ տանում էիր մի կողմ այդ քարոզարշավը, որովհետև այն ժամանակ մարդիկ հլը էյֆորիայի մեջ էին, չգիտեին դու ով ես, դրաշիտ հետևը թաքնված, ինչ-որ բաներ էիր խոսում, ինչ-որ ասֆալտին էիր փռում, ինչ-որ պատերին էիր ծեփում, հիմա ինքդ ծեփված ես թուրք ադրբեջանական պատերին, ողջունում ենք ձեզ, և ասելիք չունես, դրա համար արդեն թաքնվում ես այսպես կոչված ուժայինների
հետևում ու փորձում ես գործել կարել։ Վաղարշապատցիներին էլ դեմ ես տվել մեկին, ով հոր անցած ճանապարհն է ուրացել, ով անպատասխանատու հայտարարություն է անում, թե նախկին ՔՊԱ-ականների արածների համար ինքը որևէ պատասխան չունի տալու։ Հավոր վաղը, հենց վաղը, սա փոխվի, դրանն եք ուրանալու։ Չնայած զարմանալի չէ, ուրացողների դաշինքից այլ բան սպասել չի էլ կարելի։ Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել, որ ցանկացած պահի կարող է ուրանալ եւ իր թիմակիցներին եւ իր հայրենիքը։ Իսկ որ անասնակերով հրճվել են, փաստորեն ձեր կյանքի նպատակն այն էր, որ Արցախը հանձնեիք, Արցախից հորեն մեր հետը, այդ հսկայական մեր պաշարներն էլ հետը, ու հետո ժողովրդին հիմարի տեղ դրած ասեք, որ ուրախացեք, որ Ադրբեջանի ճանապարհով ցորեն է գալիս, հա, դա է ձեր նպատակը։ Ուրեմն մեր ժողովուրդն էլ իր նպատակը պետք է իրագործի։ Պետք է ներժի այս ուրացողների դաշինքին եւ վրընդի նրանց համ Արագածից, համ Վաղարշապատից, համ Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտից։ Դրա համար Մայր Հայաստանը եկել է իր դեմքով, իր ծրագրերով, իր թիմակիցներով ձեզ է ներկայանում, որովհետև մենք չենք ամաչելու ոչ մեր ծրագրերից, ոչ մեր թիմից, ոչ մեր գաղափարներից, ու դրա համար էլ կոչ ենք անում ձեզ քվեարկել Մայր Հայաստանի օգտին։ Մայր Հայաստան, Համար 4, Համար 4, Մայր Հայաստան, միացիր, որ փոխենք։ Համար 4, Մայր Հայաստան, It's me, I see, in my Հայաստան, Հարաշապան, ոստան ես դու մեր դեպրության, դարձի կոչնան, նոր պայքարի ողջայության։ Մայր Հայաստան, Յասին, Համար 4, Մայր Հայաստան, Մայր Հայաստան, Համար 4, Համար 4, Մայր Հայաստան, Մայր Հայաստան, Համար 4, Շորոջան ողջունում են ձեզ, սիրելի արագածքիներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, անպայման մասնակցեք ընտրությանը, անպայման, եկեք նա ձեզ ողջունեն, Նայեք, բոլորը համար 4-ն, եկեք ծապ տանք երեխեք, անտ էլ ասա, Արարատ, Արագացի Արարատնա, կարող է շուպան արտասան, վեջը, արինատ պուպան արտասան,
Ուզում ես ասել ֆռան։ Էլա, հաջող, մենք էլ ենք համարժան։ Չետի կարա, վсё։ Ծափարություն երեխին։ Ասա հաջողություն չէ։ Ապրել, շնորհակալություն։ Լավ եկեք։ Ժողովրդան, բոլորիս համար արժանապատվության խնդիր է հենց Արագածում քաղաքացիական պայմանագրի պատասխանը տալը, որ իրանք իմանան, որ այդպես չի, որ հանում պաշտոնի, փողի, թալանի, կոռուպցիայի կարելի է ուրանալ ու այդ ամեն ինչը մարսել։ Ինչին ենք ուրացող ժողովուրդ ենք, այս ինչ վիճակի մեջ ենք գցել մեր ժողովրդին, որ վախի մթնոլորտ ստեղծելով ուզում են ձայներ հավաքել։ Չեք էլ ամանչում։ Մարդիկ գալիս են հանդիպումների աշխատանքից հանում եք, սպառում եք, որ կհանեք, հետո վարչական ռեսուրս եք կիրառում, չգիտեմ որտեղից մարդկանց բերում եք ձեր հավաքներին, ասում եք այդ գյուղի բնակիչներ են։ Մենք օրինակ չենք քաղցնում, ասում եք ամբողջ թիմով եկել եք Երևանից, Գյումրիից, Կիրովականից, մյուս տեղերից, ասում եք եկել եք։ Մենք քաղցնելու բան չունենք։ Մեր էջնասնի թիմը ամբողջ կազմում մասնակցում է հանդիպումներին։ Մենք չենք ամանչում, դուք ամանչեք, որ ցույց տալու բան չունենք, որ Արագածը պետք է մասնակցի ընտրությանը եւ իր պատասխանը տա այս ամենին, մենք կասկած չունենք։ Բարդ ես հայրիկը։ Մենք վստահ ենք, որ դուք ձեր խոսքը ասելու եք նոյեմբերի 16-ին, որ Արագածը ցույց է տալու, որ ինքը մերժում է ուրացումը, մատնագրերի ներկայացումը, կեղծ պատարակները, Արարատի ուրացումը, Արցախի ուրացումը, մեր Հայաստանի տարածքների ուրացումը եւ ընդհանրապես մերժում են քրքացումը։ Մենք Մայր Հայաստան ենք, մեր քրվաթերթիկը համար 4 է եւ մենք դες կոչ ենք անում քրվարկության օրը միանալ մեզ, միանալ մեր պայքարի եւ ձևավորել ազգային նոր իշխանություն։ Միացի! Որ փոխենք! Միացի! Որ փոխենք! Մայր Հայաստան! Համար 4! Համար 4! Մայր Հայաստան! Սերին վարաշապատ սուրի էջմիացի Մայր Հայաստան Վարաշապատ Ոստան ես դում է դեպրության Դապցիտ կոչնան նոր պայքարի ողջայության Արագած գյուղի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստան կուսակցությունը։ Մենք քվեաթերթիկով համար 4-ն ենք։
ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցեք ընտրություններին։ Միացեք մեզ, որ փոխենք այսօրվա իշխանությանը։ Միացի! Որ փոխենք! Միացի! Որ փոխենք! Մայր Հայաստան! Համար 4! Համար 4! Մայր Հայաստան! Հայր ջան, բարև ձեզ։ Լավ եղեք։ Սիրելի հայրենակիցներ, ամեն օր որ դուք մանկապարտեզ կամ դպրոց եք ուղեկցում ձեր երեխաներին այս խայտառակ ճանապարհով, ինչ եք մտածում։ Մտածում եք, որ քաղաքացիական պայմանագիրը ու Նիկոլը կրկին պետբյուջեից հերթական գումարները դուրս են գրել, մսխել են, իրենց գրպաններն են լցրել, բայց ձեր համար ուրիշ տեղերից ասֆալտի կրճոններ են բերել կամ քիչ են բերել լցրել, որ նորից ցեղակոլոր վիճակում երեխաները գնան դպրոց, մյուսներն են մանկապարտեզ։ Այս խայտառակ իրավիճակը պետք է փոխել։ Եվ Արգիշտի Մեխակյան, սա քեզ համար մեռներում հավասար է։ Դու ավելի լավ է մեռնեի, քան այս գյուղը այս վիճակում լիներ։ Դու ուրացել ես քո հոր արարքը, հերոսությունները։ Եվ եթե դու մի քիչ տղամարդկություն ու թասիք ունենայիր Արգիշտի Մեխակյան, դու հենց այսօր քո տեխնացությունը կհանեիր եւ այդ ուրացողների դաշինքից հնարավորինս հեռու կգնայիր։ Կգնայիր հորդ Սուրբ Գերեզմանի առջև կմեղանչեիր ու կփորձեիր դարձի գալ։ Կգնայիր հայ առաքելական եկեղեցում, մայրաթով Սուրբ Էջմիածնում, մոտ կվարեիր, ներում կխնդրեիր ու կփորձեիր դարձի գալ։ Մտածիր ես ամենի մասին, երբ որ ինքդ քո առջև մենակ ես լինում ու փորձում ես հորդ հետ որևէ խոսք փոխանակել քո մտքում։ Ամոթ է։ Հերոսի զավակը այս վիճակում քաղաքացիական պայմանագրի կողմից չի առաջադրվի։ Արցախը ուրացողի, Արցախը ծախողի կողքը չի կանգնի։ Տեսնում ես, որ Նիկոլ Փաշինյանը ամաչում է իր դեմքով գալ Վաղարշապատ խոշորացված համայնքի մեր ընտրողներին ներկայանալ։ Ամաչում է և վախենում է, որովհետև շատ լավ հասկանում է, որ ինքը խաղացել է էմոցիաների հետ, ձեռք է բերել մեր երկրի իշխանությունը և հնարավորինս և թալանել է, և կեղեքում է, և մեր սահմաններն է փոքրացնում։ Արգիշտի Մեխակյան, կոչ եմ անում քեզ հենց այսօր տեխնատությունը հանել, գնալ մոմ վառել և փորձել դարձի գալ։ Մի ուրացիր հերոս հորդ արարքը։ Ի վերջո մենք տեսնում ենք ՔՊ-ի դեմքը հենց քո հայրական գյուղում։ Այս գյուղում ճանապարհները վառ ապացույցն են, թե ինչպես է ՔՊ-ն ու Նիկոլը վերաբերվում այս գյուղի բնակիչներին։
տեսնում ենք, թե ինչպես է դու վերաբերվում այս մարդկանց կյանքում որևէ դրական փոփոխություն չկա։ Իրենք են իրենց աղքատիկ խեղճ ու կրակ կենսաթոշակը, աղքատիկ խեղճ ու կրակ մանկավարժի աշխատավարձը ու ցեխոտ ճանապարհներով յուղական ցեխոտ ձեր կողմից ցեխոտ դարձրած ճանապարհներով քանդված ու քարափ եղած դպրոցներում դասերը, որտեղ փորձում ես ուրանալ մեր պատմությունը, փորձում եք ուրանալ Մեսրոպ Մաշտոցին եւ արդեն հասել եք մեր ինքնության կարևոր ինստիտուտներից հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Արգիշտի Մեխակյան, դու վերադարձիր քո հորը եւ հանիր տեխնազությունը։ Հանիր տեխնազությունը փրկի հորը պատիվը։ Մեխակ Մեխակյանը արժանի չէ քո նման ուրացող վաստակ ունենալու։ Այս յուղը նույնպես արժանի չէ քո նման ուրացողի։ Դու արժանի չես այս հերոս ծնած յուղին։ Հեռացիր քաղաքականությունից, փրկիր հորդ պատիվը։ Եվ սիրելիներս, հիշեցնում եմ, որ Մայր Հայաստանը քվեաթերթիկում համար 4-ն է, Մայր Հայաստանը ներկայացնում է իր սեփական ծրագրերը, որոնք վերաբերվում են հենց ձեզ, սիրելիներս, սիրելի Արագած գյուղի բնակիչներ։ Ձեր ճանապարհները առաջին հերթին պետք է ասֆալտապատվեն եւ հնարավորինս բարեկարգվեն։ Մանկապարտեզները պետք է լինեն անվճար։ Ջերմոցային տնտեսությունները չպետք է մնան միայնակ իրենց խնդիրների առջև։ Մայր Հայաստանը հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին է, հայ մարդու կողքին է, արարող Հայաստանը շենացնող գյուղացու կողքին է եւ Մայր Հայաստանը կոչ է անում ճիշտ ընտրություն կատարել։ Կատարել ընտրություն հանուն ձեր խղճի, որպեսզի կարողանաք սիրելիներս ձեր երեխաների աչքերի մեջ նայել ու չասել, որ գիտեք, մենք ընտրեցինք ՀՊ-ին, որպեսզի աշխատանքից չհանեին պապային, հոպարին, քեռու կնոջը, բայց այսօր Արցախցու ճակատագրով Արագածն էլ ճանաչել է Նիկոլը, դժբախտ ու դժգույն ու տալիս է, որովհետև ես սխալ ընտրություն եմ արել։ Այնպես որ սիրելիներս, ճիշտ ընտրություն կանեք, երբեք թույլ չտաք, որ վաղարշաբաթ խոշորացված համայնքն էլ արժանանա Արցախի ճակատագրին ու ինչ-որ մեկը, ով դասալիք է եւ թերուս, եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռին է սոզնձվել, համարձակվի ասել, որ վաղարշաբաթ խոշորացված համայնքն էլ դժբախտ է ու դժգույն, պետք է տանք Ալիևին։ Այնպես որ ճիշտ ընտրություն արեք, քվեախցիկում դուք եք որոշողը, վաղը Հայաստանի Հանրապետություն ունենալու ենք թե ոչ։ Քվեախցիկում դուք մեր մենակ եք։ Մայր Հայաստան, համար 4, համար 4, Մայր Հայաստան։ Միացեք, որ փոխենք։ Համար 4, Մայր Հայաստան, Մայր Հայաստան, համար 4, համար 4, Մայր Հայաստան, Մայր Հայաստան, համար 4։ Միացիր, որ փոխենք։ Սերին վաղաշապատ սուրին, էչ միացիր, իմ Մայր Հայաստան։ Ոստանես դում են դպրության, տապսիտ կոչնավ, նոր պայքարի ողջայության։ Yes,
միացին իմ այր Հայաստան Սերին վաղաշապատ սույթին Եչ միացին իմ այր Հայաստան Արագացի սիրելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, քվեաթերթիկ համար 4 Մենք այս ընթացքում քայլեցինք գյուղամիջով և մեր ասելիքը ասեցինք Մենք հագցնելու բան չունենք Մեր վերաբերմունքը քաղաքացիական պայմանագրի նրա դրածոյի և կցվածքների վերաբերյալ գաղտնիք չէ Մենք մեր ասեցինք Վաղաշապատցիներից ակնկալում ենք իրենց խոսքը, իրենց քվեարկությունը և մենք հնարավորություն պետք է ունենանք բոլորովս ամսի 17-ին արդեն մաքրագործված մտնել համայնքային կյանքի, պետական կյանքի մեջ։ Նոյեմբերի 16-ի քվեարկությունը այդ առումով շատ կարևոր է։ Դուք ձևավորելու եք նոր ազգային իշխանություն։ Բարև ձեզ, ողջունում ենք ձեզ, ժողովուրդ ջան։ Ձեզ լավոր, մենք Մայր Հայաստանն ենք, քվեաթերթիկ համար 4 և ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրության, խնդրեմ բուկլետներներ տալ, որպեսզի մեր ժողովուրդը ծանոթանա ծրագրերին։ Անպայման մասնակցեք հայերի ջան, դուք անպայման մասնակցեք, եկեք ողջունենք մեր Ramadan böyle var bir İstanbul bank. Եկեք մեր անգելինային ծափարենք Իրար հետ միասնաբար մեր հայրիկին է ծափարենք ու շարժում Ես հավատան եմ, 100 տարվա տունը հոսանք չեն պավից հոսանք ամեն ինչ եղել է հիմա հոսանք չասում, աբանում են չունես Չեկել է ձերս, ասենք 90 տարի կետա Մեկը կծում է վեցամորի վրա, մեկը կծում է իշխմեազի վրա, չկա Դե անտերանոց են սաղ Բրլերի մանտերով, բայց ասում են իշխանություն չի Դրա համար է պետք է սրանց վրընդեին Նույնն է ջրագիծը Մինչև հասանք նախարարություն ջուր չտվեին Հասանք, ընդ ասում են 100 տարվա տուն է, կոզա հողամաս հոսքի, թե ջուր ենք ունեցել, ամեն ինչ ունեցել են Հիմա նոր եկել են բեր տեղադրում են, նոր, մինչև հասանք նախարարություն դորեկան ասում չգետև ոնցիցա, կասար եսի ոչ իշխանությունա ոչ բան, ամեն ինչը թանգացրել է վերվերեն, ասես խեղտում է, մի հատ հոսանքի աբոնեմենտի համար 260,000 փող ուզում, 60,000 են, խից վարկ 260 Այսօր ինչ աշխատավարձ ես տալիս, ինչ թոշակ ես տալիս, կամ ինչ ես տալիս, որ ես քանել բարձրացրել ես են դնել Նույնն ոնց որ մենք լսեցինք ջերմոցների համար են ասում Ջերմոցները, հիմա ջերմոց սարկես հանցագործակ, չգիտեմ 100,000 փող ուծես, որ ջերմոց Այդ տնամերների ջերմոցները Ես տնամերների ջերմոցների մասին է խոսքը Հենց հիմա հայատում մի հատ եմ մեծ ջերմոցների սարկես, իներ 100,000 փող ուծել, որ ջերմոց Մենք ես առումով ասել ենք, որ դեմ ենք έτσι, նույնս որ կարդացեք անպայման Հաջողություն ձեզ Հաջողություն, ոչ շնորհակալություն Արագացի հարգելի բնակիչներ Մենք ձեզ կոչ ենք անում, անպայման մասնակցել ընտրությանը, անպայման Ձեր ձայնը շատ կարևոր է Ձեր քվեով ձևավորելու ենք նոր իշխանություն և ազատվելու ենք միասնական ջանքերով ազատվելու ենք այս ադրբեջանահաճո սրբապիղծ իշխանություններից Մենք Մայր Հայաստանն ենք, մենք թիվ 4-ն ենք Նոյեմբերի 16 վաղաշապատ համայնք անպայման մասնակցեք ընտրությանից Նրանք ովքեր նոր են հետևում նաև մեզ համացանցով տեղեկացնենք, որ մենք Արագած գյուղում ենք և այս գյուղը
շատ լուրջ անելիք ունի, որպեսզի իր վրայից քերի այն խարանը, որ ուզում են իր վրա թողնել ԿՊՆ-ն ու իր խմբակը։ Մենք պետք է մերժենք քաղաքացիական պայմանագիր կոչված խմբակին եւ ձևավորենք նոր իշխանություն իդեմս Մայր Հայաստանի։ Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան, միացիր, որ փոխենք, միացիր, որ փոխենք։ Մենք բոլորս միասին նոյեմբերի 16-ին պետք է անպայման մասնակցենք ընտրություններին եւ վերջ դնենք քաղաքացիական պայմանագիր կոչված իշխանությանը։ Մենք Մայր Հայաստանն ենք, մենք այս իշխանության թիվ 1 գաղափարական ընդդիմախոսն ենք եւ ձեզ կոչ ենք անում միանալ մեր պայքարին եւ ձեր քվեարկությամբ, քվեի ուժով ձևավորել նոր իշխանություն։ Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան, միացիր, միացիր։ Արգելի հետևորդներ, մենք ներկայացնենք, որ արագացում ենք և ներկայացրեցինք մեր մոտեցումները, այս պայն ուղղակի եթերը կդադարեցնենք, կարծում ենք, որ շատ կարևոր ուղերձներ էր, որ հղեցին Արագածի բնակիչներին, նաև աղաշապատցիներին, որպեսզի նրանք մերժեն այս ուրացողների դաշինքին և քվեարկեն ազգային ուժերի, մասնավորապես Մայր Հայաստանի օգտին։ Առայժմ կլինենք կապի մեջ։